իրավիճակում քվեարկել Եվրոպական միություն գնալու ցանկությունների այդ ժողովածուն, որը ոչ այլ ինչ է, քան կենացների ժողովածու։ Ինչու՞, որովհետև Եվրոպական միությունում մեզ չեն սպասում, Եվրոպական միության որևէ պաշտոնյա չի հայտարարել, որ Հայաստանը կարող է ունենալ եվրոպական ապագա, Հայաստանի տնտեսությունը ամբողջությամբ կախված է Եվրասիական տնտեսական միության կախվածություն ընդեղից, էլ չեմ ասում, որ եւ Օվերչուկի, եւ նույնիսկ Ռուսաստանի դեսպանի Հայաստանում շուրթերով ասվել է, որ անհնար է լինել եւ ԵՄ-ում եւ ԵԱՏՄ-ում։ Ինչքան պետք է չսիրել սեփական պետությունը, որ այս իրավիճակում խելամիտ քաղաքական չեզոքություն պահպանելու փոխարեն հակառուսական ու պրոուկրաինական, պրոարևմտյան ելույթներ ունենալ։ Իօգուտ, մենք Ուկրաինա ժողովուրդ ես ոչ մի խնդիր չունեմ։ Բայց Ուկրաինայի այսօրվա վարչակարգը Զելենսկիի գլխավորությամբ հիշում եք ինչպես է իրան պահել 44-օրյա պատերազմից հետո։ Կիևի փողոցները զետեղված էին Ալիևի շնորհավորանքներով եւ Շուշիի գրավման պաստառներով։ Ու այդքանից հետո դու ինչա թե արևմուտքին դուրը պետք է գաս, որ Ռուսաստանի հանդեպ երկու հատ ծղրտոց ավել ես արել, քու պետության անվտանգությունը դնում ես ամբողջության վտանգի տակ։ Երկրորդ, շատ կարևոր բան է, դրա մասին նաև մեր հարգարժան քաղբանտարկյալ իմ ընկեր Աշոտյան Արմենն է իր Facebook-յան էջում գրել։ Տեսեք, շատերին թվում է, ասում են դե սա Նիկոլը կթռնի էլի Պուտինի գիրկը, կգնա դեպի Մոսկվա, նախ ասեմ, որ Մոսկվան արդյունքներին չի հավատում, սա ակնհայտ է։ Երկրորդը, ես այն կարծիքին չեմ, որ նիկոլիզմը թռնելու է Ռուսաստանի գիրկը, ասեմ ինչու։ Քանի դեռ ուկրաինական ճգնաժամը ամբողջությամբ չի ավարտվել, Հարավային Կովկասի ապագայի հետ կապված, նաև ազդեցության գոտիների, դեռևս վերջնական որոշում չկա։ Եվ դա լավ հնարավորություն է, ճակերտավոր լավ հնարավորություն է թուրք արևմտյան պրոեվրոպական ուժերի համար կամ թուրք գլոբալիստական ուժերի համար, որպեսզի իրենք այստեղ ավարտին հասցնեն իրենց ծրագիրը։ Որն է իրենց ծրագիրը, դա միջանց ծրագիրն է։ Ընդամենը մի ամսից էլ քիչ ժամանակ է մնացել, ապրիլի 3-ին 4-ին Կենտրոնական Ասիա Եվրոպական միություն այդ համագործակցության համաժողովն է լինելու, իսկ դրա մասին դեռևս պաշտոնյաները շատ եւ արևմտյան ասել են, կարծեմ Օբրայենն էլ է դրա մասին ասել, որ իրենց պետք է միջանցքը, որպեսզի Կենտրոնական Ասիայի երկրներից շրջանցելով Ռուսաստանը, այդ ճանապարհը Ադրբեջանով, Հայաստանով, Թուրքիայով տանեն դեպի Եվրոպա։ Միջանց ծրագիրը դա թուրք արևմտագլոբալիստական ծրագիր է, որը չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից, եւ դրանք էլ ուզում են Հայաստանին ընդգրկեն այդ պանթուրարանական ծրագրի մեջ։ Իսկ Նիկոլ Փաշինյան, դուք կարող եք ինձ ասել, իսկ Նիկոլ Փաշինյանն ինչ կապ ունի, ասեմ։ Նյու Յորքում ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանն է իր բերանով հայտարարել, որ Հայաստանը կարող է լինել միջանցքի ծրագրի մաս։ Դուք հասկանում եք միջանցքն ինչ է։ Միջանցքը դա թուրքական շահերի սպասարկման ծրագիր է։ Կարող եք ասել, իսկ ո՞րն է Հայաստանի շահերից բխում։ Հյուսիս հարավը, սիրելի բարեկամներ։ Երբ որ Հնդկաստանից գալիս է Պարսկաստան, Պարսկաստանով, Հայաստանով, Վրաստանով, Փոթիով գնում է Ռուսաստան։ Հյուսիս հարավն է մեր ռազմավարական ծրագիրը։ Եվ այստեղ մեր բնական շահերը համակնում են Մոսկվայի եւ Թեհրանի հետ։ Եվ այստեղ շատ կարևոր է, որ ես մեկ անգամ չէ, որ ասել եմ, որ Հայաստանը պետք է ոչ թե գնա արևմուտքից հովանավորներ փնտրի, որտեղ արևմուտքը չի էլ գալու ստեղ։ Չի էլ գալու։ Արևմուտքը այստեղ իր շահերի պաշտպան եւ նայող նշանակել է Թուրքիային։ Եվ նիկոլականները սրա մասին շատ լավ գիտակցում են։ Պատահական չէ, որ նիկոլական երիտասարդ փոխարտգործնախարարը հայտարարում էր, որ Թուրքիան կարող է կամուրջ լինել Երևանի եւ Բրյուսելի միջև։ Իսկ Թուրքիայի ծրագրերը չեն փոխվել,
100 տարուց առաջ։ Դեռևս 1915 թվականի հոկտեմբերի 31-ին թուրքական զինվորական նախարար Էնվեր Փաշան, թուրքական 3-րդ բանակային կորպուսի հրամանատարին հրահանգել է գրավել Ղարաբաղը, որպեսզի ճանապարհ հարթի դեպի Բաքու։ Դեռևս 1906 թվականին երիտուրքական կառավարության ղեկավարներից Բեյադին Շաքիրը, 13 թվականին դոկտոր Նազիմը խոսել են Արևելյան Հայաստանը գրավելու մասին, շատ հստակ, որպեսզի մեջբերում եմ Կովկասի թուրքերին իրանց եղբայրներին հանել ռուսական ազդեցությունից և ռուսական լծից։ Եվ դրա համար միակ խոչընդոտը ըստ դեռևս 100 տարի առաջ եղել են հայությունը։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ու դեպի արևմուտք գնալու անվան տակ տանում է դեպի Անկարայի հովանոց, դեպի Թուրքիայի տակ։ Մեր տարածաշրջանում չկա մեծ ընտրություն, կա երկու ընտրություն, կամ Ռուսաստանի դաշնակիցն ես, կամ Թուրքիայի նոքյարը։ Հայաստանում պետք է լինի կամ ռուսական ռազմաբազան, կամ թուրքական բանակը։ Եվ այո, ռուսական ռազմաբազան է եղել 30 տարի ամենագլխավոր երաշխավորը, որը փրկել է Հայաստանը թուրքական ինտերվենցիայից։ Ես երեք շատ մանրամասն այդ հարցին անդրադարձել եմ։ 90-ականների սկզբին 3 անգամ Ռուսաստանը թույլ չի տվել և կանխել է թուրքական բանակի ներխուժումը Հայաստան։ Առաջին անգամ եղել է դա 92 թվականի մայիսին, երբ որ Մարշալ Շապաշնիկովը ասեց, որ եթե Հայաստանի վրա մի հատ արկ ընկնի, դա կլինի 3-րդ աշխարհամարտի սկիզբը, եւ դրա մասին խոսում են ոչ միայն ռուսական աղբյուրները, այլ նաեւ այն ժամանակվա Հունաստանի Հանրապետության դեսպանը Հայաստանում իր հուշերի մեջ։ Երկրորդը եղել է 93 թվականի փետրվարին եւ գարնանը, երբ որ Պավել Գրաչովը այցելում է Անկարա եւ շատ հստակ ասում է, որ Ռուսաստանը թույլ չի տա Հայաստանի Հանրապետության սահմանների փոփոխություն, եւ երրորդը 93 թվականի հոկտեմբերին էր, սեպտեմբեր-հոկտեմբերին էր, երբ որ Ռուսաստանում տեղի էր ունենում ներքին պայքար Խասբուլատովի կողմնակիցների եւ Ելցինի կողմնակիցների միջեւ։ Եվ երբ որ անվտանգության խորհրդի նիստում Թուրքիայի վարչապետ Տիկին Չիլլերը հայտարարում էր մեջբերում եմ, որ Ելցինի ասիկ իշխան Ռուսաստանի այս բանը կարելի է օգտագործել չափավոր հարված Հայաստանին հասցնելու համար։ Եվ նույն այդ ժամանակաշրջանում Հայաստանում զինված ուժերը թիվ 1 են ստացել։ Ով է եղել Հայաստանի Հանրապետության ամենաարդյունավետ դաշնակիցը։ Դրա մասին շատ պարզ նշել է մեր կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը։ Բոլոր հարցերով հանդերձ Հայաստանը Ռուսաստանից ավելի արդյունավետ դաշնակից չի ունեցել, չունի եւ չի կարող ունենալ։ Կրկնում եմ, Ռուսաստանի հետ դաշնակցության այլընտրանքը Թուրքիայի տակ թուրքական աշխարհի մաս դառնալն է։ Ինչ է այսօր անում է նիկոլիստական ռեժիմը։ Սա է հստակ, ավարտեմ հարցերը կտակ, ոչ մի խնդիր չկա։ Սա շատ հստակ է։ Եվ սա մենք պետք է գիտակցենք։ Եվ ամենակարևորը, Հայաստանը այս հապկից դուրս գալի թեման, հապկում սառեցնելու թեման, սա կատարյալ հիմարություն է։ Սա դեմ է Հայաստանի պետական շահերին։ Ինչ շատ դեպքերում ասում են, որ դու կլնեք ինչ անեն, որ մենք կլնենք, առաջին նախտես բան չլինի, երկրորդ առաջին քայլերից մեկը կլներ հապկ վերադառնալը, ակտիվ աշխատանքը հապկում եւ Ռուսաստանի հետ նոր դաշնակցային ավելի խորը համագործակցության ստորագրումը։ Որտեւ Ռուսաստանն է եղել եւ Հայաստանի անվտանգության երաշխավորներից մեկը։ Եվ այն ինչ որ հիմա Հայաստանում կատարվում է, դա թուր գլոբալիստական պլան է, որպեսզի Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը զրոյացնելով, բայց դա փաթեթավորում են Ռուսաստանի գուբերնիա չդառնալու
բանով, էլի, այն գեղեցիկ ականջահաճո կոնֆետի մեջ։ Այդ ո՞րն է գուբերնիան, որ ամենայժան գազն ենք վառում տարածաշրջանում, որ տարածաշրջան, որ միակ երկիրն ենք եղել ապահովում, որ Իսկանդեր ունենք, որ 50,000 տոննա ձրիզ ենք միայն Սերժ Սարգսյանի ժամանակ Ռուսաստանը մեզ տվել, որ Եվրասիական տնտեսական միության անդամության հաշվին միլիարդավոր դոլարներ են գալիս Հայաստան, Էդով է ընդունել ԵԱՏՄ որոշումը։ Այն ժամանակ, որ Սերժ Սարգսյանը ընդունեց ԵԱՏՄ անդամակցման որոշումը, բոլորը ձեն տված ասում էին մի գիշերվա մեջ, ծա Հայաստանի իշխանության դեմ է, բայց ոնց որ ԵԱՏՄ-ի տված փողերից ոնց որ ոչ մեկ չի հրաժարվում։ Ու այսօր այդ տնտեսությունը եթե շրջում է, դա նախ եւ առաջ նախագահ Սերժ Սարգսյանի ԵԱՏՄ անդամակցման որոշման արդյունքում է եղել։ Ու դրա հետևանքով է։ Մենք ամենևին կոչ չենք անում այլ քաղաքական կենտրոնների, այդ թվում նաև արևմուտքի հետ հարաբերությունների խզման, ամենևին ոչ։ Պետք է աշխատել նաև ամերիկյան նոր ադմինիստրացիայի հետ, որը ունի ի տարբերություն նախկին ադմինիստրացիայի ավելի ազգային պահպանողական բովանդակություն, առնվազն դրա մասին հայտարարվում է։ Պետք է աշխատել Բրյուսելի հետ, բայց պետք է հստակ գիտակցում լինի, գործընկերը մի բան է, դաշնակիցը լրիվ այլ բան է, եւ չմոռանանք, որ Միացյալ Նահանգների նոր ադմինիստրացիան ըստ Բլումբերգի, Բլումբերգն է այդ լուրը հրապարակել, դիմել է Ռուսաստանին, որպեսզի նա միջնորդ հանդիսանա Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ այդ ատոմային ծրագրի այդ բանացությունները իրականացնելու համար։ Բայց այդ արևմտամոլները, որ գոռում են, «Վсё, Ռուսաստանը պարտվեց, վсё, պրծավ, իզոլյացիայի մեջ է, գնաց, էսա գալու են, ուր է»։ Ռուսաստանը ոչ միայն չի պարտվել, այլ նաև Ռուսաստանը այս տարիների ընթացքում իր դերակատարումը բարձրացրել է եւ շարունակելու է ունենալ իր առանցքային դերակատարումը Հայաստանում եւ Հարավային Կովկասում ավելի ճիշտ։ Բայց քանի դեռ աշխարհի երկրորդ Պոզդամ չի եղել, նոր աշխարհակարգ չի հաստատվել, շատ մեծ է վտանգը, որ նիկոլիստական ռեժիմը կփորձի օգտվելով այս լուֆտից Հայաստանը տանել դեպի թուրքական վիլայեթացիա։